Ցվեց հարդերը դրվեցին եւ դուրս է գալու հա Պիտերից Դավիթը Բեկոյան նրան վազանցեց եւ ոնց որ թե Էդուարդն էլ հիմա կվազանցի եթե իհարկե հասցնի հիմա տեսնենք ահա տեսեք մոտիկացան նրանք իրար այստեղ հարդերով սառը հարդերով նրանք վայելում են իրար դեմ սառը հարդելով եւ հին սոֆտով Հարդերը սառը վիճակում շատ բարդ է կառավարել իհարկե, այստեղ պետք է իրականում Դավիթ Ջիվանյանը մաքսիմումը իր ցույց տա եւ վազանցի Էդուարդ Խաչատրյանին, որպեսզի նա Էդուարդը նրան չդանդաղեցնի, քանի որ դեռ պիտ-ստոպ նա չի մտել, Ալեքս Պետրոսյանը նույնպես պիտ մտավ, ներսիգիցը նա վերցրեց եւ այստեղ մի փոքր կոնտակտ եղավ երկուսի միջև, ոչ մեկ չփորձեց տեղ թողի մյուսին եւ այստեղ Դավիթ Ջիվանյանը շատ մեծ ժամանակ է կորցնում, իջնել կազի նրա վերջնական դիրքի վրա հաստատ Պետք է մաքսիմում արագ վազանց իրականացնի, Արեգ Կարապետյանը Պիտերի հաշվին Ալեքսին անցավ, այստեղ սլիպստրիմը նա հաշվի չառավ դուրս եկավ մի փոքր մրցուղուց, Էդուարդ Խաչատրյանն էլ ընկավ առաջ, այստեղ մի փոքր սխալներ է թույլ տալիս Ջիվանյանը, չի կարելի, շատ է հետ ընկնելու նա, Դավիթ Չախյանը նույնպես մտավ Պիտեր, այստեղ 10 վայրկյանը նա պիտ-ստոպում է իր 10 վայրկյանը շտրաֆը ոնց որ հանելու իր վրայից Ուգանքը տեսանք 10 վայրկյանը անցան նրա ետևից Դավիթը մտավ Էդուարդին վազանցեց այստեղ այո վազանցում ենք տեսանք բայց եթե փորձում վազանցել դրսի գծով այստեղ կոնտակտ եղավ երկուսի միջև ոնց որ թե մի քիչ շատ ուժեղ է Էդուարդը ուզում իր հորիզոնականը պահպանել շատ ջանք է գործադրում եւ այդ ջանքերը պետք է լինեն իհարկե լեգալ մենք ստուարտները կնայեն պարտադիր այս մրցավազքը ամեն մի on-board-ը որպեսզի ոչ մի սխալմունք չլինի եւ ով որ պետք է պատժվի կպատժվի դրա պատճառով Էդուարդ Խաչատրյանը Դավիթին բավականին շատ դանդաղեցրեց եւ Դավիթը կորցրեց իր շանսը Չախոյանին անցնելու եւ ներսի գծով այստեղ շատ լայն է դուրս գալիս Խաչատրյանը եւ արդեն տալիս է դիրքը Ջիվանյանին Հազիվ կարողացավ Ջիվանյանը վազանցել բայց դրա շնորհիվ Դավիթ Չախոյանը պահպանեց իր 4-րդ հորիզոնականը այսինքն իր թիմմեյտը Ֆերարիով իր օգտին աշխատեց ամեն գնով Ջիվանյանին պահեց, որպեսզի Չախոյանը պահի իր հորիզոնականը, team play։ Արեգ Կարապետյանն էլ նոր